Բայց ես մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ շարունակում ենք մեր եթերը եւ ունենք շատ հետաքրքիր հյուր։ Նա մասնագիտությամբ քաղաքագետ է, սակայն դեռ վաղ տարիքից նվագում եւ երգում է հայկական երգեր։ Վաղուց մշակում եւ երգում է հայկական ֆոլք երգեր։ Նրա մշակմամբ հայկական երգերը չափազանց նուրբ, անուշ հնչողություն եւ երանգներ ունեն։ Նա երգում է թե կոմիտաս, թե ժողովրդական այլ երգեր։ Նաեւ ինքն է երգեր գրում։ Իսկ մեր տաղավարում է հենց Ափո Սահակյանը։ Բարի առավոտ, Ափո։ Բարի լույս։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Լավ ենք, դուք լավ եք։ Մենք շատ լավ ենք։ Դա է կարևորը։ Ինձ էստեղ մի հետաքրքիր բան աչքին կապա քաղաքագետ Հա, մասնագիտությամբ։ ես զարմացա որ ասացի։ Բայց անցել եք երաժշտության մեջ։ Միշտ ասում եմ որ մշակույթ իսկական քաղաքական ուժը մշակույթն է։ Ձեզ օգնում է քաղաքագետի մասնագիտությունը։ Այո, որ բաներ հասկանաս, թվերը, մվերը ոնց ընկալում է ժողովուրդը, ինչ պետք է անես, տենց բաներով։ Բայց քաղաքագիտությամբ ընդհանրապես չեք զբաղվում։ Արի չխոսանք դրա մասին հիմա։ Ավելի սֆերային է։ Շատ Լավ, իսկ երաժշտությունը ինչպես սկսեց ձեզ հետաքրքրել, հատկապես հենց ֆոլք երաժշտություն։ Կարծում եմ շատ սովորական հայկական ընտանիքի պատմություն է, որ մեր տունը միշտ բան կար, տաշնամուր կար, բաբաս շատ բաներ էր երգում, ասկասի սիրական երգեր, որոշեց որ ես պիտի լինեմ այդ տղեն, որ պիտի գնա ու սովորի տաշնամուր նվագել, տաշնամուրից անցանք գիտարի, ասկասիրական երգերից անցանք ժողովրդական երգերի, հետո անցանք մեր երգերին, շատ բնական, sense ընթացքել։ Եվ այդպես հայտնվեցի երաժշտության մեջ, եւ այդ օրը որ տուն եկա փողով, երաժշտությունը ինձ փող տվեց, բաբաս ասեց մնացիր այս բանի վրա։ Ահա։ Այս կորձով։ Եվ այսպես։ Իսկ ինչն է ոգեշնչում հանդիսանում, որ դուք գրեք երգեր։ Կարծեմ ես ասեմ շատ կգնահատեմ մեր ժառանգությունը, որ մենք ունենք մերը, բայց էլի կարծեմ պետք է ավելցնենք մեր մշակույթի ժառանգության, չէ՞, մենք ունենք 4000 տարվա ժառանգություն, բայց եթե մենք էլի պիտի մնանք այս աշխարհում էլի 4000 տարի, կարծեմ ինչ որ պետք է մենք մեր բայը դանք այդ ժառանգության 8000 տարվա, 10000 տարվա ժառանգության, դրա համար ու փորձում եմ մեկ-մեկ ինչ որ ժողովրդական փաղատրիչ վերցնել եւ ասել օքեյ ոնց կարանք այս փաղատրիչը նոր ձևով ներկայացնել երդասարտների որու դպավորությունը շատ սխալ է որ կա ժողովրդական երգերի շատ երդասարտներ կան շատ սխալ դպավորություն են ժողովրդական ես որ աշխատում եմ երդասարտների հետ Մանավանդ ռոք երաժշտության մեջ միայն բան գիտեն ամերիկյան թե օդար բանդեր երբ որ ասես օքեյ ժողովրդականը հիմա արա ու չեն կարող գարցեմ որ ժողովրդականը ինչ որ չգիտեմ պրիմիտիվ բան է բայց որ հենց հարցնես օքեյ այդ բանը արա այդ կորդերը ժողովրդական ու չեն կարող ասում են հա դենց բարդ է ժողովրդականը ասում են բարդ է որովհետև ճիշտն է ու արմատներն են ու ագունքն է աղբյուրն է չգիտեմ ամեն ինչն է դրա համար չգիտեմ շատ չխորանամ հետո 3 ժամ գնամ խոսել։ Ափո որոշ ժամանակ առաջ ներկայացվեց համացանցում Քարինտակ գործը, հա, որը այսպես շատ սիրվեց, որովհետև սենց միանգամից հետաքրքրություն եւ ուշադրություն եկավ այդ կողմ դեպի։ Ձեզ համար ինչ փոխեց այդ երգը։ Ինձ համար շատ բան չփոխեց, որովհետև ես հիմա ասում եմ, ես հայտնի չեմ, բայց իմ երգերս հայտնի են, որը ու հետաքրքիր վիճակ է, երբ որ երգիչին չգիտես, բայց երաժշտությունը գիտես, չնայած ես լավ եմ այդ բանի հետ, ավելի լավ է իմ բանս իմանան իմ կորձերս քան ինձ։ Ուրեմն ես համար ուրախ եմ, որ իմ երգերս ընդունվեցին եւ ընդունվում են իբր լավ բարձրավորակ երաժշտություն հայկական ոլորտի մեջ եւ հուսամ այդ բանի վրա մնամ այդ վերելքի վրա մնամ։ Մենք դուրս սովորակ առաջարկում եմ հենց հիմա դիտենք, հետո վերադառնանք ու շարունակենք մեր զրույցը։ Այո։ Չգիտեմ ինչպես դու կարող ես ինձ կրկել Երջան ես խաբող մարդու անիծվածն եմ Թերգս ես սիրել իսկ կսիրեմ մինչև վերջ Ալիքներ
Այրող է։ Այո։ Շատ այրող էր այս ավակը։ Yes, շայա։ Ինձ հետաքրքիր է, առհասարակ արվեստը սահմաններ չի ճանաչում, բայց մշակույթի մեջ երբ մեր ժառանգությանն ենք դիպչում, մշակումներ անելու տարբերակով, նորություն, հինը նորովի ներկայացնելու տարբերակով, ինձ հետաքրքիր է այդ սահմանը ոնց եք գտնում, մինչև ուր կարելի է իրան փոխել, մինչև ուր կարելի է իրեն դիպչել։ Լավ արծում է։ Նայեք, ես կեմ էլի մարդիկան որ շատ դեմ են իմ վերամշակման կորձին, որ ժողովրդական երգեման վերամշակում եմ, որ ասում են չէ, սենց չի պետք է շատ զուլալ մնա հարցը, չէ, պետք է միան դուդուկ ու դհոլ լինի, այսինքն եւ գասկանամ, ես շատ սիրում այդ բաները։ Կարծեմ սահմանը, ինձ համար կարծեմ սահմանը ավելի ինտուիտիվ է, այսինքն դու կգիտնաս քո ներսից ուր է սահմանը, ուր է ոչ, եթե երդասարտները այդ օրվա երդասարտները ընդունում են այդ երկը, okay, ու հավանում են քո վերամշակումը, կարծեմ դու սահմանը դեռ չես անցել, այսինքն ինչ որ գարմիր քիծ չես անցել, բայց նայ երաժիշտն էլ ու արվեստագետը պետք է մեկ ինչ որ քրքրի հարցը, sense հրահրի, նայ ճիշտ ուր է քիծը, ուր է ոչ, թեր ու չայրվեցի ոնց ասենք, նայ եւ գայրվեմ։ Ապո մենք շատ հաճախ ընտրում ենք մասնագիտություն, որի միջոցով ուզում ենք խոսել, հա, որի միջոցով ուզում ենք ասել մեր ասելիքը։ Ինչ է կարծում, երաժշտությունը, երգը հենց այն լեզուն է, որի միջոցով ուզում ենք խոսել մարդկության հետ։ Ինձի համար այո, որ ես գագազ ունեմ, ուրեմն շատ լավ է, որ երաժշտությամբ եմ ծավալում, որ գագազը կգնա եւ գրում եմ մեկ-մեկ, բայց չեմ ներկայացնել ես ինձ իբր գրող, թեր այնտեղ չեմ։ Ուրեմն երաժշտությունը ինձ համար այն հասանելի միջոցն է, որ մարդկանց հետ խոսեմ ու փոխանցեմ ինչ որ քաղաքապարախոսության եւ քաղաքապարի արժեքներ կամ զրույցներ ու հարցեր դրա համար։ Իսկ ինչ եք գրում։ Ինչ եմ գրում։ Շատ բաներ, bro։ Երգ, պատմություն, վեբ, էսսեներ։ Ավելի վեբ եւ պատմություններ, այլ որ հավաքում եմ ես որ շատ տեղեր կճամփորդեմ ու Հայաստանի եւ Արցախի ծաղկոցուկը գնացել եմ, ուրեմն հիշողություն ինչ որ կպահեմ չգիտես, ու մի օր պետք հերոսը ով է ձեր գրածների։ Հերոսը հայ ազգը, արի սենց ասենք, եւ փախնենք էս։ Հայ ազգը։ Լավ, ինձ հետաքրքիր է համաշխարհային աստղերից ում համերգին եք եղել, որ տպավորված եք կամ ում համերգին կուզեք լինել, շատ Կարելի է ասեմ, բայց Ջենիֆեր Լոպեզը չէ։ Բայց գնաց, չգիտեմ հիմա եթե ասեմ, բայց Nick Cave-ը գա, իրեն հետ նկարվել եմ Երևանի, շաբիգով, The National, որ իմ ամենասիրած բանդս է, Mumford & Sons-ը գա, որ իրեն հետ 3 օր խմած ենք լավ միասին։ Շատ կան ուրիշ մարդիկ, որ ճանաչում եմ ընկերներ, որ ընկերների հետ լավ, այսինքն Coldplay-ի Chris Martin-ը գա, չէ, երգիչը։ Իր ամենալավ ընկերներից մեկը իմ լավ ընկերն է։ Ասեմ միշտ այդպես ինչ որ մոդիկ եմ, բայց մոդ էլ չեմ, չգիտեմ ոնց կես ասեմ։ Չգիտեմ։ Իսկ համերգների ձևաչափը որն է ավելի հոգեհարազատ, մեծ համերգասրահում համերգներ, թե underground վիճակներ։ Գախում չունի չափսը, վայրի չափսը, միան որ աթոռ ու սեղան չլինեն։ Ես շատ թեմ եմ աթոռ ու սեղանի, մանավանդ եւ որ հայկական երաժշտություն է։ Ես կարծեմ պետք է ես վստահ եմ, որ հայ ազգը դակ ազգ է, դակ ժողովուրդը, դակ գլուխ, ցենց գրագոտ, բայց այդ սեղանները եւ աթոռները փչացնում են այդ դակ մտնոլորտին եւ դրա համար մի ժամ պետք է նվագես միջև որ մարդիկ զարթնեն ու տականան արաբների մոտ ու հույների մոտ։ Մենք շատ ենք սիրում հունական երաժշտություն։ Ասում օքեյ, մենք ու հույները ժամանակին ինչ-որ մոդիկ ժողովուրդներ են, չէ՞, առաջ որ թուրքեր եկան մեր մեջտեղը գեցան, բայց հույների մոտ երբ որ գնաց առաջին նոտը զարգ այդ բուզուկին արդեն մարդիկ կգանքնեն։ Այստեղ մունատով են մարդիկ, որ հələ սպասե, հələ ինձ սիրաշահիր մի ժամ, հետո կմտածեմ, որ ոտքի գանքնեմ ու բարեմ, եւ ասում եմ ժողովուրդ, սենց լավ չի մեզ համար, մեր աբակայի համար, որ տենց մնանք։ Ուրեմն իմ բարդականությունս որ տակացնեմ ես ասկին։ Նոր աշխատանքը տեսանք, իսկ հաջորդիվ ինչ նոր աշխատանքներ կան։
շատ աշխատանքներ կան ստուդիայի մեջ, որ թեր մասին չեմ ուզել խոսել, մինչև որ ինչ-որ բան պատրաստվի, բայց վաղը համերգ ունեմ, եթե հանդիսադեսը կուզեք ալ մեր համերգին դակ հայերը կան եւ սարը հայերը, որ կդակացնենք իրանց։ Ու համերգ ունեմ The Gate, որ օպերայի հենց մոտն է, ճիշտ օպերայի մոտն է, The Gate, ու դոմսերը մուտքին կան, ու շատ արժան են իմ դոմսերը, շատ արժան բան եմ տոնում դոմսեր, որ մարդիկ կան։ Եվ after party warm-up party ունենք եւ after party ունենք ազգային ժողովրդական երգերով, որ երբ որ ես գավադամ, երբ որ դու դոմսը դաս, իմ բարդականությունը քեզ սպաղեցնել ժամը 8-ից մինչև ժամը 1։ Շատ այսին բիզնեսով ես կմտածեմ, որ դու դոմս տվեցիր, չէ՞, հիմա իմ բարդականությունը որ լրացնեմ իմ բաժինս։ Ուրեմն այդպես, եթե ժողովուրդը գուզեկալ 7:30-ին մուտքը կբացվի, 8-ին warm-up-ը կսկսի, 9-ին ես փեմ գելեմ, մինչև ժամը 10:30 առանց թաթարով ընդմիջում, 1:30 ժամ, 2 ժամ բանդով կնվագենք, Թամադանություն էլ կանեմ, խնդրենք, բոլորս կեֆ կանենք, մեր ասկի գենացը գխմենք, հետո կշարունակենք մեր բայկարը։ Իսկ ծափերը կարևոր են։ Ծափերը, անշուշտ, սերկերը բարձր, բայց ես շատ ավելի ծափում եմ, քան ժողովուրդը, բայց շատ։ Ինչն է ոգևորում ձեզ բեմում ու բեմից դուրս։ Ժողովրդի ուրախությունը։ Իրոք, ես հավանում եմ, որ ժողովուրդ, եւ որովհետեւ հիմա շատ կան Հայաստանի մեջ, որ երգերը բանով են անում համերգները, մինուս կասեն, որ playback է։ Իմ մոտ playback չէ, իմ մոտ ամեն ինչ live է, որովհետեւ ժողովրդի ռեակցիան կարամ մեր մոտ կասեն չափչփել, կչափեմ, կասեմ, օքեյ, կարի ժողովուրդը սենց ուզում, իմ դրամերին տուբագարին ասեմ, օքեյ, սենց անենք, շատ ամեն շատ live է, շատ այնտեղին է, ամեն ինչ ուղիղ է, տենց։ Եվ դրանով է ես կմղվիմ կամ բան եմ ստանում, կներշնչվեմ, երբ որ ժողովուրդը բարում է, չէ, շուրջ բարը ոնց քեզ չի բանանում, քեզ չի տակացնում, տենց։ Հիմա մարդ բիլետաբիցես դակ շատ դակ մասն։ Շատ լավ, ուզում ենք ձեզ նվիրել նաև Իջևանի սափորը, որը ձեզ կտակացնի, այո, եւ հետո դուք արդեն դալիճում կտակացնեք ձեր հանդիսատեսին եւ կարեւոր հետաքրքիր խոսքերը կհնչեն հենց այս գինու շնորհիվ։ Եվ ունենք բրազիլական Տրամոնտինա բրենդը, որը խոհանոցային պարագաներ է ներկայացնում եւ հատուկ ծածկույթով, որի վրա չեն հավաքվում թունավոր բակտերիաներ։ Ջիրեմ, խոհանոցում լավ պատրաստում եք։ Չէ, բայց ինչ որ սովորական բաներ պատրաստում։ Սա ձեզ կօգնի հաստատ, այնպես որ շնորհակալություն ու մաղթենք հաջողություններ։ Մերսի ձեզ, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Կլինիկա աճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք առաջին ծրագիրը։